Զարոյ Փոստանջան, համեցեք։ Հարգելի հեռուստադիտողներ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այս պահին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացվել է մի օրինագիծ, որը վերաբերվում է ինչ-որ չափով մեր առևտրային իրավունքների իրացմանը, բայց սա շատ փոքր դրվագ է մեր հանրային կյանքում, առավել ևս մեծ ազդեցություն չի ունենալու մեր հանրային կյանքում, ես պետք է անդրադառնամ այս կառավարության կողմից անցյալ տարվա գործունեությանը, որ կողմեր, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, չունենալով լուրջ տնտեսական վերլուծություններ եւ հաշվարկներ։ Փաստացի այսօր հիմնավորում են, թե իբրև Ռուսաստանի Դաշնությունը գտնվում է պատժամիջոցների տակ, հենց դա է պատճառը, որ տնտեսությունը անկում է ապրում, բայց արդեն 2012 թվականից պարզ էր, որ Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը անկում է ապրելու, իսկ պատճառը հիմնականում նա է, որ այդ տնտեսության մեջ չէին լինելու ներդրումներ, այսինքն գումարները, որ պետք է ներդրվեն տնտեսության մեջ, դրանք են լոկոմոտիվը, շարժիչ ուժը տնտեսության զարգացման, որը տեղի չի ունեցել։ Մեր հայրենակիցը Աբել Ագաբեկյանը վերջերս մի վերլուծությամբ է հանդես եկել եւ հիմնավորում է, որ եթե Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը չի բարեփոխվում, ապա այդ տնտեսությունը մինչև 2020 թվականը գտնվելու է խորը ստագնացիայի մեջ եւ դա է նաև լինելու պատճառը մեր տնտեսության անկման։ Երբ արդեն 1 տարի է մենք այս համակարգին անդամակցում ենք, հասկանում ենք, որ այս համակարգը ոչ միայն մեր տնտեսության վրա ունի իր բացասական ազդեցությունը, այլ նաև մեր քաղաքական համակարգի վրա։ Քաղաքական համակարգի վրա նաև ազդեց դեկտեմբերի 6-ի այդ միջոցառումը, այդ հանցավոր միջոցառումը, որով հարձակում տեղի ունեցավ մեր իրավունքների վրա եւ այդ է պատճառը, որ մենք չենք կարողանում փաստորեն դուրս գանք այս ճգնաժամային վիճակից։ Քաղաքական մոդելը մեր հանրապետությունում ամբողջովին պետք է փոխվի եւ այդ փոփոխության կրողը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որովհետեւ այս կառավարությունից, այս կառավարող անձանցից այլ բան, ինչպիսին է հարձակումը ձեր վրա, այլ բան, ինչպիսին է ձեր տնտեսական, սոցիալական վիճակների վատթարացումը, որևիցե այլ բան մենք չունենք սպասելիք եւ դուք չպետք է ունենաք։ Այսօր արդեն գնացել եք եւ մուծում եք կատարել էլեկտրոէներգիան թանկացած գներով։ Այսօր արդեն ձեր գրպանից հսկայական գումար է դուրս եկել միայն նրա համար, որպեսզի դուք կարողանայիք բավարարել ձեր կոմունալ ծախսերը։ 2016 թվականը լինելու է ավելի ցավոտ տարի յուրաքանչյուրիս համար եւ այս կառավարությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պարտավոր են հեռանալ։ Միակ ելքը այսօր այս իրավիճակում իրենց հեռացումն է։ Դրա համար մենք պետք է ունենանք հստակ քայլեր եւ այդ քայլերը պետք է լինեն համախմբված, համակարգված, միասնաբար իրականացված քայլեր։ Այդ քայլերով մենք պետք է ցույց տանք իրենց նկատմամբ անհնազանդություն, անհնազանդությունը պետք է տեղի ունենա մասնավորապես հարկերի չվճարման միջոցով։ Պետք է չմուծենք այն հարկերը, որոնք մեր վրա փաթաթված են, արդար չեն եւ չեն բխում իրավունքի իրացման սկզբունքից։ Օրինակ, եթե ձեզ տուգանում են ամենանվազագույնը 3000 դրամից մինչև 300,000 դրամ տրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով, այսինքն դուք ինչ-որ տեղ, եթե դուք
սխալվել եք, բայց ձեզ տուգանում են 3000-ից մինչև 300,000 դրամ, իսկ ձեր աշխատավարձը կազմում է 50,000 դրամ, սա անարդար է։ Չի կարող այդպես լինել, եթե դուք ստանում եք ընդամենը 50,000 դրամ եկամուտ, ձեզ տուգանեն մի չնչին սխալի համար 5,000 դրամ, առնվազն այդ 5,000 դրամը պետք է լիներ 500 դրամ։ Իսկ ուր են գնում այդ գումարները։ Գումարները գնում են այն ռեժիմի գրպանը, ով ձեր վրա դեկտեմբերի 6-ին գործեց հարձակում։ Այդ ռեժիմը գործում է համատեղ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ազգային անվտանգության հետ։ Որպեսզի այս ռեժիմը չկարողանա գործել, դուք պետք է նրան զրկեք ֆինանսավորման աղբյուրներից։ Իսկ ֆինանսավորողը հենց մենք ենք։ Մենք ենք այս ռեժիմին ֆինանսավորում, մեր հարկերի շնորհիվ է գոյատևում այս ռեժիմը։ Եկող տարվանից ձեր աշխատավարձները նվազելու են, ապրանքների գները բարձրանալու են։ Այստեղ էլ նույնպես այդ նվազում աշխատավարձների պայմանավորված է այս իշխանությունների ապաշնոր քաղաքականությամբ, ոչ միայն ապաշնոր, այլ նաև հանցավոր։ Արդեն ասում եմ 2012 թվականից պարզ էր, որ Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը անկում է ապրելու։ Մենք փաստորեն մեզ պարտադրեցին, տարան մցրեցին այդ միության մեջ, որ մենք էլ անկում ապրենք։ Հիմնավորում էին անվտանգության պայմաններ ստեղծելու այդ համատեքստում պարզվեց, որ ոչ մի անվտանգություն էլ մեզ Ռուսաստանի Դաշնությունը չի տրամադրում։ Այս պայդրությամբ էլ ծանր հրետանից ռմբակոծում են Հայաստանի եւ Արցախի Հանրապետության տարածքները։ Բացի այդ, այս տարվա հունվարի առաջին աշխատանքային օրը մենք տեսանք, թե ինչպիսի դժբախտություն տեղի ունեցավ Գյումրիում եւ մինչեւ հիմա, մինչ այս պահը որևէ պատասխան չի տրվել այդ ոճրագործության վերաբերյալ։ Դեռ ավելին, այս իշխանավորները, որ իրենց հռչակում են Հայաստանի Հանրապետության նախագահ կամ Հայաստանի Հանրապետության անունից են հանդես գալիս, նույնիսկ ցավակցական խոսք չհղեցին մեր հայրենակիցներին եւ մեզ։ Կխնդրեմ չընդհատեք, մի խանգարեք եւ կանոնական օրենքը մի խախտեք, դուք Գալուստ Սահակյանը չեք, հասկանում եք։ Ես Գալուստ Սահակյանը չեմ, Էդուարդ Շարմազանն եմ, անջատեք խոսափողը։ Անջատեք խոսափողը 45 հոդվածով, ունեմ իրավունք, ըստ էության չեք խոսում։ Առաջնորդվում եմ 45 հոդվածով, Արծվիկ Մինասյան, ես ես այդ բանավեճի մտնելու ցանկություն չունեմ, տիկին։ Ուրեմն, պարոն Մինասյան, համեցեք։ Արծվիկ Մինասյան։ Չի կարելի, չէ։ Խո խեղկատակություն, հա, ինչա։ Իրար պետք է հարգենք, տիկին Փոսաջան, 7 րոպե ձեզ այն հետ հավասար մի խոսեք։ Եթե դուք ձեր տունը սովորեք խոսքի ազատությունը եւ ամենաթողությունը, տարբեր բաներ են։ Գնացեք ձեր կուսակցությունում մի հատ իրավաբան գտեք, որ այս անշկարանակը ձեզ սովորացնի։ Իսկ հիմա պարոն Մինասյան հավեցեք։ Ես ցանկություն չունեմ ձեզ էլ բանավիճելու։ Դե որ չունեք, գնացեք խելոք նստեք ձեր տեղը։ Պարոն Մինասյան, արի։ Դադարեցրեք րոպեն, անջատեք զրոտ սարքեք, չի կարելի սենց, սա ազգային ժողովուրդ է բան, հասկացանք, մենք անգամ չենք խոսում, երկու անգամ չենք խոսում, 8 րոպե խոսեցիր, ինչ խոսեցիք, ամեն ինչ բացի ոս օրենքից, պատգամավորներ, եթե մեկը կա դահլիճում, որ ասի, որ դուք օրենքից եք խոսել, ես ձեզից ներողություն կխնդրեմ, չի կարելի, չէ, պարոն Մինասյան, համեցեք, եթե չեք գալի, ուրեմն հասնում ենք այլ հարցի։ Պարոն Ավետիսյան, բան մի արեք։
Պարոն Մինասյան, դուք անում եք ձեր ելույթը, դուք խմբակցությունից կխոսեք, եղավ։ Տիկին Փոստանջան, սա մանկապարտեզ չի, խնդրում եմ ձեզ։ Ես ոնց ասեմ, հորդորեմ, խնդրեմ, սա ազգային ժողով է, չի կարելի։ Մարդիկ ուղիղ եթերով մեզ նայում են։ Այդ կապրիզները գնացեք ձեր շրջապատում արեք։ Սա ազգային ժողով, հարգեք մեր ընտրողներին, ժողովրդին։ Դահլիճում աշխատող մարդիկը մի Մինասյան Արծիվիկը սպասում եք նստել ես։ Ախր չի կարելի սենց։ Ձեզ մնացեք, թող մարդիկ չաշխատեն։ Օգտվեք այն իրավունքից, որ գեղեցիկ սեռի ներկայացի չեք, չեմ կարող ձեզ գրկեմ եւ հրավիրեմ դուրս։ Ինչ անեմ։ Ձեզ հրավիրում եմ դուրս։ Մի հատ ջենտլմեն չկա, հրավիրեք դուրս։ Այո, ժամանակ անցել է։ Պարոն Մերկումյան, ժամանակը անցել է։ Ուրեմն թույլ տվեք, դուք ես ձեզ չեմ լսում, առայժմ ես ձեզ կարծում եմ, որ դուք adekvat մարդ եք, բայց լավ, հետի ձեր գործն է։ Ես ուրեմն ընթերցում եմ պատգամավորների եւ հանրության համար 45-րդ հոդվածը։ Կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողը ձեռնարկում է հետևյալ կարգապահական միջոցները. Ա. Զգուշացնում անուն ազգանունը հրապարակելով, բ. Խոսափողն անջատում, գ. Մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, դ. Հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից դահլիճում ներկա լինելուց, ե. Զրկում մինչև 6 օր ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստը չեն գումարվում։ Եթե նիստի վերսկսելուց հետո անկարգությունը շարունակվում է, ապա նիստը վարողը հայտարարում է այն փակված։ Կարգազանց են համարվում այն պատգամավորները կամ ազգային ժողովի նիստում ներկա անձինք, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում ազգային ժողովի նիստ վարողի, նիստը դուք չեք վարում, ես եմ վարում ի դեպ, սույն օրենքից բխող ապահանջները եւ կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործառույթներ։ Այսինքն ես հիմա Պարոն Արզումանյան, դու հետաքրքիր մարդ եք, ես շատ եմ հարգում 3 րոպե, 8 րոպե ամեն ինչից խոսել այս մարդը։ Ձեր իրավունքն է, ձեր տունը ամեն ինչից խոսեք, սիրելիս, ազգային ժողովում պետք է խոսեք ըստ օրակարգի։ Ընդմիջում 30 րոպե, 30 րոպե հետո ասում պարոն Մինասյան կսպասենք ձեզ, ընդմիջում 30 րոպե, որովհետև այլ ձև չկա։